Մենք մեր լուծվելիք խնդիրներին ավելի կառերեսվենք առաջին դեմքով եւ կունենանք լուծումներ։ Այ հիմա ասեք։ Պարոն Քոչյան, աստորեն ասում եք, որ խաղաղության պայմանագրում Ադրբեջանը խնդիրներ չի տեսնում։ Դե եթե տեսներ հայտարարել է, ես չեմ ասում, այո, իրենք են ասում։ այսինքն չերը համաձայնեցնի, բայց իրենք խնդիրներ են տեսնում այս համաձայնագրից 17 կետերից դուրս։ Նորից Բայրամովը հայտարարում է սահմանադրություն փոխելու մասին, ճանապարհ չեն ուզում, միջանցք են ուզում, այսինքն կստորագրեն իրենք հիմա այս։ Ես չեմ կարող ասեմ, մեր երկրի վարչապետը ասաց, ես ստորագրում եմ, որտեղ ոնց որ թե բոլոր 17 կետերին համաձայնվել ենք։ Հիմա իրենք թե ասեն այս կետերից դուրս եթե խնդիր ունեն, դա արդեն այլ խնդիր է, բայց այս կետերի շրջանակում, եթե մենք պատրաստ ենք ստորագրենք եւ իրենք ասում են բոլոր խնդիրները լուծվել, ինչու չեն ստորագրում, այդ դեպքում թող բարձրաձայնեն, մենք էլ հասկանանք։ Եթե դրանից դուրս էլի խնդիրներ կան, խոսենք, կարող է մենք էլ ունենանք խնդիրներ, սրանից դուրս արդեն այլ հարցերում, գերիների հարցում եւ այլ հարցերում բազմաթիվ հարցեր կան, որը բարձրաձայնվում է եւ գուցե չի բարձրաձայնվում, բայց դա օրակարգում կա։ Ուզում եմ ասեմ, որ դրանք շատ կարևոր հարցեր են եւ այդ հարցերի շահարկման մեջ չի, որ պետքա քաղաքական օրակարգը ձևակերպվի։ Ես ասում եմ ոչ թե այստեղ կանգնած լրատվամիջոցների ղեկավարների համար, դա ասում եմ մեր պետության անխափան ամուր լինելու տեսանկյունից։ Պարոն Քոչարյանը, արդյոք միակողմանի զիջում չէ, երբ Նիկոլ